Ասում են ամուսինը կնոջը պետք է լավ նայի, կինն էլ ամուսնուն լավ նայի։ Երեք ամբողջ գիշեր ջեսս հազացել ու հազացել է։ Հիվանդա, ասում եմ արի գնանք բժշկի, թոքել նա թող ստուգել։ Ասում է չէ։ Գիշերը ժամը 3-ն էր, տերաֆլու եմ տվել կոկորտի այդ կոնֆետներից, այդ բաներից էլի, որ մի քիչ իրեն լավ զգա մեղր։ Ինչ ունեինք տանը, մի խոսքով փորձել եմ այդ տան ունեցածով հոգալ ամուսնուս ցավերը, բայց նոր ասում եմ հազում ես էլի, ասում եմ գոնե ձեր մոտ բժիշկ կա, մի հատ գնա թող թոքերդ լսեն, հեռու էլ մի գնա։ Այնքան բան է, ես բժշկի գնալուց ես պետք է ձեռքից բռնեմ տանեմ, շատ դժվար է գնում, կամ այնքան ասեմ, որ որ ասում է գլուխը ինձնից ազատելու համար գնա։ Ինչև այս վերևում մի հատ լավ տեղ կա, Ալեքսի համար էլ վերցնում եմ, ինքը բնական է, մի երկու օր որ խմում է, ազդեցությունը տեսել եմ էլի, հիմա գնամ այդ ապտեկայից այդ տեղը վերցնեմ, տանեմ, թող խմի, անձրևը ահավոր ուժեղ անձրև էր գալիս, չի կարա տանից դուրս գայ, հիմա դադարել է, ու հետո որ հասցնեմ գամ Ալեքսի հետևից, ինքերներ գան, չեք ուշանամ դպոցից, այսօր լավ անձրև որ ցուրտ մռայլ օր է։ Տեղերս վերցրի, հիմա մի հատ ուբեր կանչեմ ժողովուրդ ու արագ գնանք, ստեղ տարբեր ինչ-որ բաներ եմ վերցրել, ստրեպսիլ, ինչ-որ այնտեղ համերով կոնֆետներ ունեն, քովսիլսի, մեկ էլ էս սրանից։ Ժամը 12-ի կողմերը ինքան վատ ժամ է, ուբեր շատ դժվար է գտնել այս ժամերին, այս երևի մի կես ժամա կանգնած եմ, չի գալիս, տարբեր մեքենաներ եմ կանչում ուբերի, այնտեղ ռիքշա, մեքենա, տարբեր գների ունեն էլի, տարբեր գների կանչեցի, բայց միևնույնն է չեկավ, կամ մի երևի կես ժամ 40 րոպե հետո պետք է երևի գնամ տուն, տնից այդ ժամանակ փորձեմ, կամ ես նոր ասում եմ այդ ժամ արդեն համարյա իմ տուն գալու ժամանակով, ոնց որ տեղը բերելու իմաստը չի լինի, Լանջան ասում է, ես շատ appreciate եմ անում քո մտածմունքը, ասում եմ, բայց ավելի լավ կլինի դու երեխով զբաղվես, ես կգամ, ասում է, հեսա գալու եմ, դու մինչև գաս հասնես, ոնց որ հետ գալը լինի, ես հեսա շուտ կգամ տուն ավելի, որտես ես ասում ամուսին, բայց որ ասում սրտից չի նստում, էլի շատ եմ, բայց թե որտով եթե գնամ բավականին հեռու է, հաստատ կուշանամ, մի ժամից ավել կտերի, որ ոտքով քայլեմ ընդեղ, արդեն ոնց որ հետ գալու ժամը կլինի, ինչև է, տանի ժամերին, այս առավոտյան գործի գնալու ժամերին, լանչի ժամերին, մեկ է գործից հետ գալու ժամերին, ուբերները դուքար են աշխատում, թե բոլորը ուբեր են էլի հրավիրում, դրա համար չեն գալիս, զբաղված են բոլորը, հստե լավ ամին կողմծրուն մարդի գործ ունեն։ Ամեն դեպքում այդ դեղատունը խանութի մոտ է, համել հաց էր հարկավոր, մտա մի քիչ թեթև գնումներ արեցի, որվա ինչ-որ անհրաժեշտ լինի, այսօրվա ընթրիքի համար եւ այլն, ու գնամ տուն։ Էլի չառնես, ինչ-որ բաներ լինում այս տոպրակը ճղվեց, այս դեղերի կապոցն է, հիմնականում այս կոնֆետներն են, սենց տարբեր համերով, կոճապղպեղ, այս մեկը ինչա, նանա, մինտ, մեկ էլ մի բաներ կար, հա, թուլսին, այստեղ այսա եմ ես հավանում, սրանց եմ վերցրել, մեկ էլ այս ստրեպսիլի ես հատիկներից, հուսամ, որ շուտ կլավանա, սրա համը շատ վատնա, բայց բանա, օգնում է, այստեղ հաց եմ վերցրել ընկերներ, խաղողը ոնց որ թե լավն էր, խաղող, սև, ասում են սև խաղողի սեզոնն է հիմա,
Այս պեչենիներից եմ վերցրել, ասեք ինչի։ Երեք Ալեքսը դրսում խաղում է, դե բան է սովորում։ Այս տղան այն գրեկետ են ոնց որ քայասում ստեղ։ Գնաց շատ լիքը հավեսով խաղում է։ Ես նստում եմ այդ բալկոնում, նայում եմ։ Մեկ է վազելով եկավ, ասում է՝ մամ, սովածացել ենք ես ու ընկերս, ուտելու ոչ մի բան չունենք։ Ինձ ուտելու բան տուր։ Ես ճաշը դեռ ընթրիքի ժամին եմ սարքում, էլի դեռ շուտ չեմ պատրաստում։ Պեչենի չեմ գնում, պեչենիներ չունենք տանը։ Մի խոսքով խնձոր ունենք։ Խնձոր, մեկ էլ Ջեսի այն խմորեղենները, որ հյուրասիրել էին, այտենց ափսեի մեջ լցրեցի, տարավ, որ երկուսով ուտեն։ Բայց դե սրտից չնստեց, դե որ սովածացել են, ընթրիքը հենց սարքեցի, Ալեքսին առաջինը հենց այդ տղային լցրեցի, մի հատ լավ մեծ ափսեյով, հնդկական հետ իրանց ուտեստը, որ պատրաստել էի, butter chicken-ը, հարցրի, ասեցի, բանես դու vegetarian ես, թե ապես հարցրի դե, բուսակերա թե ուտում եմ սեղեն, ասեց, որ ուտում է, տենց Ալեքսի հետ մի հատ լավ ափսեյով ուղարկեցի իրեն, ու հետո վերջում հասկացա, որ ախր մենք իրանք կծու են, չէ, ուտում, ասեցի, այս տղան երևի չի հավանում, ասեցի, ինչ անհան բան է սարքել այս կինը, այսօր առավոտյան որ դուրս է գալի տնից, մեկ էլ բարև ձեզ, ու մեկ էլ ինքն է հարցնում, ասում է, այդ որտեղից գիտեք դուք էլի եք սարքել այդ ուտեստը, թե ասում է, ստեղ եք սովորել, ասում եմ, չէ, ասում եմ, մի քիչ շուտ եմ սովորել, ասում եմ, որ բանում ապրում ենք, Էմիրություններում, այնտեղ հնդկական խոհանոցը, ասում եմ, շատ էր, հետո ռեստորանում հատուկ օրեր ունեին, շաբաթվա մեջ մի օրը կար, որ հնդկական ռեստորանի օր էր, ու այս հիշում եմ, էսա մեկ էլ հավով, սպանախով մի ուտեստ կա, մի խոսքով մի քանի բաներ կան, որ իսկապես շատ համեղ է լինում, ասում եմ, այս իմ ամենասիրելիներից է հնդկական խոհանոցից ու չեմ ասի ամեն օր, բայց նենց է ստացվում, որ տարվա մեջ 1-2 անգամ պատրաստում եմ, ասում եմ, ես երբևէ չէի մտածի, որ հնդիկ չի պատրաստել, ասում եմ, այնքան համով էր, այնքան լավ էր, ասում եմ, ես մտածեցի, որ երևի չես հավանի, որովհետև կծու չէր, հետո բայց ուշ էր, որ մտածեցի այդ մասին, որ կծու բերեմ ավելացնես, ասում եմ, չէ, ասում եմ, կծությունը շատ տեղներ, ես ասում եմ, այդքան շատ կծու ուտողել չեմ, ես միջին կծու ուտող եմ, ասում եմ, ու ինձ համար նորմալ էր, լավ էր, ասում դե ուրախ եմ, որ ոնց որ հավանեցիր, ինչև է, ասածս ինչա, այս պեչենին վերցրել եմ, որը տենց ընթացք իր ընկերոջը հյուրասիրի էլ, ես էլ երևի ուրախ կլինի, սենց բանը, Spider-Man-ով, ինչ-որ պեչենի անկերներ ջան, իդեպ այս պեչենիները իրանք ժամանակից շուտ երևի մի ամեն 3 ամիսը մեկ բան են անում, ճիշտ է իրանք ուպակովկաների մեջ են, չէ, բայց խոնավությունից բան անում էլի, հնանում է, որպեսզի ապրանքը չհնանա, չփչանա, շատ հաճախակի կեսգներով վաճառում են։ Եվ մյուս բանը, որ գնել եմ այստեղից, ֆոնետիկներն են գրքերը, Ալեքսի հետ անգլերենը լավացնելու համար, ճիշտն ասած դուրս եկավ կառուցվածքը, թե ոնց են մոտեցել հարցին, ու դրա համար վերցրել եմ բոլոր 3 հատորները, այս ավելի մեծ տարիքի է 7+, բայց սա էլ կարանք հանգիստ անել ուղղակի, որպեսզի փոփոխական լինի, սա սերիաներ են, նույն բանն հրատարակել, հրատարակչությունը, ստեղից այսօր հենց ստեղից կսկսենք, առաջին հատորից, իսկ այն մեկը ոնց որ ամեն օր կլինի այս 3 հատորների հետ ընկերներ, ամեն մեկը 125 ռուփի արժեր, ոնց որ $1.5 չափ, ընդհանուր ես վճարել եմ խանութում 778 ռուփի այս ամենին ու վերադարձել եմ տուն։ Իդեպ Ալեքսանդրին իմանալով այս մյուս գրքերը ես կպահեմ, հիմա կթողնեմ մենակ այս մեկը, որովհետև եթե բոլորը տեսնի, չի կողմնորոշվի, անցնելու է բոլորը նայելով, մի հատ տեսանեմ, չէ, մի հատ ամեն մեկից մի հատ պիտի անի, անցնի, տեսնի ինչա ու շուտ ավելի հիասթափվի, մեկ կանեմ, ես սրանք հիմա կպահեմ, այն որ վերջանա, նոր մյուսները առաջ կհան։ Ու հիմա վերադառնամ, ինչպես որ խոստացել էի նախորդ վլոգում,
թե ինչու որոշել էինք գնալ հագուստի գնումներ կատարել ու ինչու չգնացինք, ինչն էր պատճառը, ինչ փոփոխություններ եղան մեզ մոտ։ Ընկերներ ջան, վերջերս գիտեմ շատերդ հետևում եք մեզ միշտ գնացել էինք Հայաստան ու Հայաստանից վերադառնալուց հետո երկար մտածելուց հետո որոշել էինք, որ կվերադառնանք Բելգիա։ Որոշել էինք, որ տոնական օրերը այնտեղ կանցկացնենք, դեկտեմբերի օրն էլ որոշել ենք, մտածում ենք դեկտեմբերի 25-ին վերադառնալ, թե 26-ին, 25-ը տոնական օր է, Սուրբ Ծնունդն է նշում Եվրոպան գիտեք, եւ խանութները փակ կլինեին, մտածեցինք ավելի ճիշտ կլինի երևի թե 26-ին վերադառնալ, տուն չնայած էլի չգիտեմ խանութները բաց կլինեին թե չէ, բայց ամեն դեպքում 26-ը ամենահարմարն էինք գտել, գնեցինք նաև տոմսեր, որպեսզի վերադառնանք ու այնքան համոզված էինք, որ տոմսերը դե մենք միշտ on-line ենք գնում, կա տարբերակ, որ ապահովագրությունով ես գնում, այսինքն եթե ինչ-որ մի տեղ փոշմանես, օրի հետ կապված տարակուսանքներ ունես եւ այլն, մի փոքր ավել ես վճարում եւ կարող ես օրը փոխել։ Սակայն մենք այնքան համոզված ենք, որ այդ տարբերակը չընտրեցինք, ընտրեցինք առանց վերադարձի տոմսեր, որ ամսի դեկտեմբերի 26-ին վերադառնում ենք Բելգիա։ Հիմա անդրադառնամ հարցի մյուս կողմին, մեզ անհանգստացնող խնդրի ավելի ճիշտ մյուս կողմին, դե իմ ու ամուսնուս ամենամեծ մտածմունքը, որ միշտ առաջին հերթին իր մասին ենք մտածում, հետո ցանկացած գործողություն անում ենք, դա Ալեքսիս դպրոցն էր ու Ալեքսը Քանի որ Հայաստանից բավականին երկար էր, որ թռիչքը եղել էր, այստեղից էլ որ գնանք էլի երկար ճանապարհ ենք գնալու, այնպես չի որ կարճ ճանապարհ է լինելու, էլի ընդմիջումներով երկու ինքնաթիռ պետքա փոխենք եւ այլն, ու դպրոցների հարցը։ Դպրոցները ես ճիշտն ասած դեռ սեպտեմբեր ամսին մտածում էի հետ վերադառնամ, որ երեխեն դպրոց գնա այնտեղ արդեն սեպտեմբերից դպրոց այնտեղ մենք քան որ այստեղ մայիսից էր դասերը սկսում, մայիսից ինքը գնաց դպրոց, ոնց որ ժամանակից շուտ է էլի սկսել դպրոցը ու հետո սեպտեմբերին մտածում էի հետ վերադառնամ Ալեքսի հետ ես Բելգիա, բայց ճիշտն ասած, գիտեք, իմ ամենամեծ մտածմունքը ամուսինս է, որ ես համոզված եմ որ ինքը ճաշ չի պատրաստելու, ինքը ժամանակ էլ չունի ճաշ պատրաստելու, ինքը աշխատանքից հիմա որ վերադառնում է, միակ ժամանակը 10 րոպե որ գտնում է, այդ պատրաստի ուտելիքը ուտի։ Այն էլ ես մի 100 անգամ ասում եմ, հրավիրում եմ սեղանի շուրջ, որ ինքը գա։ Ինքը իրականում ուտելիքի նկատմամբ տենց շատ մեծ բան չի, էլի, տենց գուրման չի շատ մեծ, որ ասեմ, առաջին տեղում չի, ու եթե գործով է ընկնում, կարա մոռանա ու ընդհանրապես չուտի։ Մինչև մեր ամուսնությունն էլ ես օրինակ այդ ժամերը առավոտյան մենք նախաճաշում ենք, չենք կարա նախաճաշի ժամերից ուշանանք ու ունենք ընթրիքի ժամ, ընդմիջում ցերեկ ունենում ենք, այդ փոքրիկ ինչ-որ սենդվիչ է լինում, մրգային ընդմիջում է լինում, փոքրիկ ինչ-որ սնաքեր են լինում, բայց հիմնական օրվա գոնե 2 անգամը պետք է այդ նախաճաշը եւ ընթրիքի ժամը պահպանվի։ Մի խոսքով, ընկերներ ես համոզված լինելով, որ ինքը ժամանակ չի ունենա գնա գնումներ անի, ճաշ պատրաստի, պետքա այսինքն ավելի շատ երևի թե կպատվիրի ուտեսները, իսկ տանը ես որ պատրաստում եմ, գիտեմ ինչքան կարագ եմ օգտագործում, ինչքան ձիթայուղ եմ օգտագործում, ինչ մթերքներ եմ օգտագործում, որպեսզի առողջությանը չվնասի ամեն դեպքում, եւ այդպես ասեցի թե լավ թող մնա գուցե հունվար ամսից էլի որ վերադառնամ, ոնց որ երկրորդ կիսամյակն է սկսում Եվրոպայում դասերի, կասկածում էի, ենթադրում էի, մի խոսքով, բայց հույս ունեի, որ հունվարին երեխուն կկարողանամ իմ ուզած դպրոցում տեղ գտնել։ Կապ հաստատեցի այդ դպրոցի հետ, բայց ինձ նամակով պատասխանեցին, ցավոք սրտի տեղ չունենք։
ինչն էր խնդիրը, որպեսզի մեկ ուրիշ դպրոց կարող է, ես այդ դպրոցը նայել էի հատուկ մեր տանը մոտ լինի, մոտիկությամբ էի ընտրել դպրոցը, որովհետև հունվար ամիսը Բելգիայում ցուրտ է, քամիները, սառը քամիներ են լինում առավոտ շուտ ու երեխուն տենց ավտոբուսով ինչ-որ տեղից տեղ տանել բացարձակ չեմ ցանկանա, ժամը, չգիտեմ, 7-ին արթնանանք, դուրս գանք տնից, որ ավտոբուսով գնանք ինչ-որ դպրոց, հետո հետ գալը, մի խոսքով մի քիչ դժվար, բարդ կլինի, դրա համար ուզում եմ անպայման, որ ոտքով գնալու տեղ լինի դպրոցը, շուտ հասնենք, շուտ հետ վերադառնանք, տուն բերեմ երեխուն, չհոգնի ճանապարհներին, սակայն նման դպրոց մոտիկում ես չգտա, որ մեր տանը մոտ կլինի ու դրանից ելնելով ստացվում էր իմ գնալը սխալ ճանապարհ է, որովհետև չեմ կարա տանեմ այնտեղ, դպրոց գուցե ինչ-որ մի տեղ նույնիսկ կարող լիներ դպրոց, որ նույնիսկ չկարողանամ միայն ավտոյով լինի ճանապարհը, դրա համար երկար բարակ մտածելուց հետո հասկացա, որ ավելի ճիշտ կլինի, եթե երեխան այստեղ վերջացնի այդ մի քանի ամիսը, 3 ամիս է մնացել ինչ, այստեղ վերջացնի ու այդ ժամանակ կվերադառնանք, էլի ժամանակ կունենամ արդեն հարմար դպրոց գտնելու սեպտեմբերի 1-ից, բնականաբար ասում եմ միակ խնդիրը այստեղ երեխու դպրոցի հարցն է, որ կարողանամ երեխուն տեղավորել դպրոց, դա է պատճառը, որ տոմսերը ստիպված եղանք, դե ասում եմ ընտրել էինք այնպիսի տոմսեր, որը հետ վերադարձի հնարավորություն չուներ, այսինքն մենք այնքան վստահ էինք օրվա վրա, որ հաստատ գնում ենք, նույնիսկ 1% չէինք կասկածում, որ կարող է պլաններից շեղվենք, բայց այնպես ստացվեց, որ պետք է երեխուն չեմ կարող հանեմ դպրոցից, տանեմ այնտեղ ուղղակի սենց մնանք, հիմա մի քանի դպրոցներում արդեն գրել եմ, որ սեպտեմբեր ամսից հերթագրեն, որպեսզի տեղ լինի, այտենց հեռու տեղեր չընկնենք էլի, ամբողջ Բելգիայով մեկ էլ պարզվի Բրյուսել պետք է գնանք դպրոցի համար, բայց իհարկե կատակ եմ անում, բայց դե հեռավորության առումով, բայց ամեն դեպքում, որ հարմար մեր ուզած դպրոցը լինի, մի քանի դպրոցներում արդեն գրել եմ, հերթագրել եմ, որ երկրորդ դասարանը այնտեղից գնա, շատ եք միշտ հարցնում, ասում եք օրինակ ջեսը գար էստեղ, մենք մնայինք այնտեղ, երեխայի համար այնտեղ ավելի լավ կլիներ, գիտեք այդ հարցերին ես շատ խորքային մտածել եմ ոչ թե 1 օր, ոչ թե 2 օր, այլ ընդհանուր մենք ընտանիքով շատ երկար մտածել ենք, գանք էստեղ, չգանք էստեղ, հենց առաջինը երեխայի մասին մտածելով, այն որ երեխան նոր կուլտուրայի է ծանոթացել մոտիկից, դա ուղղակի ոչ մի երեխա չունի այն հարստությունը, որ ինքը ունի, տարբեր ազգերի, տարբեր միջավայրերում ապրելու, դա երեխայի համար լայն մտահորիզոն է ապահովում, դուք կարող եք նաև մասնագետների հետ խոսել, հարցնել, մյուս հարցին ճիշտ կլիներ, որ ամուսինդ եթե իր աշխատանքի համար դա լավ էր, ինքը գար, մենք մնայինք այնտեղ, երեխայի համար այնտեղ էլ ավելի լավ կլիներ, ես այդպես չեմ կարծում, ես չեմ կարծում, որ որևէ երեխայի համար 5 տարեկան ավելի լավ է ծնողներից մեկից բաժանվելը, դա ծնողներից մեկից բաժանվելը, դա հոգեկան շատ մեծ ապրումների կարաբերի երեխայի համար, հետագան էլի չգիտեմ առայժմ ոնց կլինի, մի հարցրեք, որովհետև ազնվությամբ չգիտեմ, ամեն դեպքում հաստատ դե երեխան առաջին դասարանն այստեղ կավարտի, ըստ դրա, թե երբ հետ կվերադառնանք չեմ կարող ասել հստակ օր, մինչև ինքնաթիռի տոմսերը ինձ մոտ չլինեն, հիմա շարունակում եմ երկրորդ դասարանի համար դպրոցում տեղ փնտրել, լավ դպրոցներ եմ նայում, հուսամ շուտով կգտնեմ,
իմ ոնց որ մյուս մտահոգությունը դա է, որ իմ ուզած դպրոցում Ալեքսին կարողանամ տեղ գտնել։ Դպրոցները միշտ այդպես է, լավ դպրոցներում տեղ գտնելը սեպտեմբերից են ոնց որ տեղերը հիմնականում սեպտեմբեր ամսից է, որ ծնողները ովքեր, որ էլի տուն են փոխում, մի շրջանից մի շրջան են գնում, կամ շատ է լինում, որ ծնող կա դպրոցը չի հավանում, այդ դպրոցից փոխվում է մեկ ուրիշ դպրոց, նման դեպքեր են շատ լինում, այդ ժամանակա, որ տեղեր են ազատվում, կփորձեմ ամեն դեպքում կհերթագրվեմ, որ երբ որ գնանք այնտեղ արդեն կոնկրետ դպրոցների հետ պայմանավորվածություն ունենամ։ Տոմսերի առումով մի հատ լավ նորություն ունեմ այնքանով, որ ճիշտ ինքնաթիռի տոմսերը գնել էինք, փոխհատուցվող տոմսեր չէին, այսինքն քանի որ մենք օրերի համար հստակ գիտենք, որ առանց կասկածելու գիտեք մեր տոմսերը մենք ենք գնում on-line տարբերակով, եթե կասկածում ենք, ապահովագրություն վերցնում ենք, մի փոքր ավելի շատ ենք վճարում, բայց եթե օրը հստակ չենք իմանում, գոնե գիտենք, որ կարող ենք փոխել կամ հետ վերադարձնել կամ ինչ-որ օրը փոխել, բայց այնքան վստահ էինք, որ հաստատ գնում ենք այդ օրը, որ ապահովագրություն չենք վերցրել, նստատեղեր ենք ընտրել, վճարով էին նստատեղերն էլ, որ համոզված լինենք բոլորս իրար կողք ենք նստելու, մի խոսքով ամեն ինչ վճարել էինք ու այդ ապահովագրությունը չենք վերցրել, բայց ամեն դեպքում իրանց այդ բանի մեջ գրած էր, նայեցինք, տեսանք, որ գումարի կեսը կարող ենք հետ ստանալ, եթե ասենք ինչ-որ պլաններում փոփոխություն ա եղել ու չենք թռիչքը չեղարկվում մի խոսքով, տենց չեղարկեցինք, սպասում ենք, որ մեր կես գումարը հետ կվերադարձնեն, գոնե այսպես մի մասը կորավ, բայց դեևիթե ես ավելի շուտ պետք է դպրոցի հարցը նայեի, հետո նոր տոմսերը գնենք, այդ եւիթե ավելի ճիշտ կլիներ, բայց մտքովս չէր անցնում էլի, որ գիտես ոնց որ երկրորդ կիսամյակն է ու հիմնականում կարելի է գտնել, բայց դա էր պատճառը, որ հույս ունեի, պետք է ես մի քիչ շուտ նայեի տոմսերը, բայց դե ընկերներ, եղավ այն ինչ եղավ, հաջորդ անգամ, եթե նման դեպք լինի, սեպտեմբեր ամսին ուշադրությունը սկսեմ Ձեզ լիքը պաչիկներ, սա մեր նորությունները այս պահի դրությամբ, բայց մենք առջևում էլի նորություններ ունենք, լավ է լինելու, հետաքրքիր է լինելու, սպասենք առջևի առաջիկա նորություններին պաչիկներ։